Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ գրկաբաց իմ խոհանոցում։ Դուք Երայի խոհանոցում եք, այսօր շատ համեղ բրինձ ենք պատրաստելու։ Բրինձ, որ տարբերվում է մնացած տեսակներից։ Ինչու եմ այդպես ասում, նախ բրինձը բասմատի բրինձ ենք պատրաստելու, որը անմահական համ ու հոտ ունի։ Իդեպ դա էլ պետք է ճիշտ բրինձ ընտրեք, որպեսզի լավ լինի ու համեղ լինի, որովհետև բասմատի բրինձը օժտված է իր յուրահատուկ նուրբ բուրմունքով, եթե նկատել եք, ու պատրաստելու ենք զաֆրանով։ Զաֆրանով ենք պատրաստելու հնդկահավի կրծքամսով, կարող եք փոխարինել հավի կրծքամիս, ես հիմա արդեն կտրատել եմ, մանր այսպես փոքրիկ խորանարդիկների ենք կտրատելու, 2 հատ գազար է մեզ անհրաժեշտ լինելու, սխտոր, սող, ձեթ, համեմունքներից միայն սև պղպեղ ու զաֆրան ենք օգտագործելու։ Սիրելիներ, զաֆրանը շատ օգտակար համեմունք է։ Հնարավոր է, որ մի քիչ թանկ արժի, չգիտեմ Հայաստանում ինչպես է, փոշի տեսակը ավելի էժան կլինի, ավելի հասանելի կլինի, քան ինքը հենց հատիկները առանց մանրացնելու։ Ես օրինակ փոշի տեսակը շատ եմ ձեռք եմ բերում ու շատ պատրաստում եմ, հաճախակի եմ օգտագործում պայելը պատրաստելուց, բրինձի տարբեր տեսակներ պատրաստելուց, ինչպես նաև ծովամթերքով պաստաները պատրաստում եմ միայն զաֆրանով, հրաշք է ուղղակի ստացվում։ Այ հիմա դուք մնացեք իմ հետ, իդեպ եւ բրինձ ենք օգտագործելու, բասմատի բրինձ, իդեպ այս բրինձը ես Հայաստանից եմ բերել, որ ասեմ կծիծաղակ երևի, այնպես չի, որ Իտալիայում բրինձ գոյություն չունի, ձեռքերս մի հատ մաքրեմ, ձեռքերս մսոտել, իդեպ բրինձը, որ ասեմ կարող է ծիծաղակ, ինչպես որ նշեցի, Հայաստանից եմ բերել, հիմա արդեն մի քիչ է մնում, վերջանում է, պետք է որ եկողներ լինեն, ասեմ էլի բերեն, ես որ Հայաստանում էի ամռանը, բրինձեի անդադ այնտեղ պատրաստում, որովհետև մեկ անգամ մեր ընկերների տանը փորձեցի մի հրաշք բրինձ, այն ոնց է լինում, որ մի բան ուտում ես, ուզում ես անդադ էլի նույնից ուտես, որովհետև բրինձի որակն ու համոհոտը շատ լավն էր։ Դե հիմա թե համեղ էին պատրաստել, թե ինչ, ես ասացի, լավ, ես էլ կփորձեմ, հարցրեցի ինչ բրինձ է։ Իդեպ տուփը ունեմ, երբ որ Հայաստանից եկող լինի, ասել եմ, ձեզ էլ կարող եմ ցույց տալ։ Այս տուփն է, շատ քիչ է մնում, տեսեք, եթե ուզում եք, դուք կարող եք ձեր բերել, ես Հայաստանում մի քանի սուպերմարկետ մտա, այն վաճառում էին, փոքրիկ տոպրակներով էլ են վաճառում, 1 կիլոգրամանոց, բայց ես մեծը ձեռք բերեցի, որովհետև այստեղ պետք է բերեի, Իտալիա պետք է բերեի, ձեր էր տալիս, որպեսզի շատ բերեմ։ Իդեպ արդեն շատ քիչ է մնում, երևի 1.5 կիլոգրամ է մնում ու պետք է ասեմ էլի բերեն։ Իդեպ ովքեր որ ուզեն գան Հայաստանից Իտալիա, ինձ կարող եք ասել, ես ես գումարը կփոխանցեմ իմ համար բրինձ կբերեք, որովհետև այս բրինձը հրաշք է։ Ես այստեղ Իտալիայում շատ եմ պատրաստում բասմատի բրինձ, որովհետև ամենահամեղ բրինձներից է, բայց որ այսքան համեղ լիներ, դեռ չէր եղել։ Ինչ խոսք, սկսենք պատրաստել։ Հիմա կես գլուխ սոխը մանրացնում ենք, որովհետև սկզբից պետք է սոխարած անենք։ 2 հատ գազար ենք քերիչով անցկացնում, իդեպ միսը 350 գրամ է, 1 բաժակ բրինձ եմ պատրաստելու։ Բաժակի չափը մոտավորապես 250 գրամանոց բաժակ է։ Դե աչքաչափով եմ միշտ պատրաստում բրինձը, այդպես չեմ կաշառում, ուղղակի միշտ բաժակով եմ պատրաստում։ Թարան դնում ենք, տաքացնում ենք, ձեթ ենք ավելացնում ու հերթականությամբ հիմա ցույց կտամ ինչպես ենք պատրաստելու։ Սիրելիներ, բրինձը կարող են չունեք ասի, վայ, դե բրինձ է, հասարակ բրինձ է, ինչպես են պատրաստում, ոչ։ Մեկի մոտ հատիկ է ստացվում, մեկի մոտ ցեխ է լինում, նույնիսկ բասմատի բրինձ, որ ամենահեշտ ու ամենաարագ պատրաստվողն է, բայց պետք է զգույշ լինեք, որպեսզի ցեխ չլինի, ինքը հատիկ սիրուն ստացվի։ Այնպես որ հետևեք բոլոր խորհուրդներին, կտեսնեք, որ լավ է ստացվելու։ Այդ ձեթը ավելացնելուց մի քիչ առատ ավելացրեք։ Սոխը և գազարը միանգամից ենք ավելացնում։ Ու սկսում ենք տապակել։ 5 րոպե տապակելուց հետո ավելացնում ենք միսը։ Ես ձեզ ասում եմ 5 րոպեից, Անահիտը հուշում է, հնարավոր է ինչ-որ մեկի մոտ 5 րոպե սոխը վառվում է, շատ ճիշտ նկատողություն, կրակը ցածր պահեք, որպեսզի չվառվի ու մթերքները հանգիստ տապակվեն, որպեսզի համեղ լինի։ Միսն էլ այսպես շուռումուռ ենք անում ու
րոպե տապակում ենք։ Թողնում ենք հանգիստ տապակվի։ Մոտավորապես կես լիտր ջուր է, կես լիտր ջրին հիմա ավելացնելու ենք։ Հիմա կասեմ 0,3 ստորակետ 3 գրամ զաֆրան ենք ավելացնելու։ Ջրի մեջ ենք ավելացնում ու այսպես լավ խառնում ենք։ Այս տուփը հատկացված է 300 գրամ բրնձի համար։ Դրա համար մեկ տուփ եմ օգտագործում։ Եթե դուք ավելի շատ պատրաստեք, բնականաբար ավելի շատ զաֆրան պետք է օգտագործեք։ Այ հիմա ավելացնում ենք բրինձը։ Կրկին լավ խառնում ենք ու ավելացնում ենք ջուրը։ Երկու պճեղ սխտոր առանց տրորելու ուղղակի գեղևից մաքրում ենք ու էտել ենք ավելացնում։ Հիմա մի խորհուրդ։ Ես ավելացրեցի ընդամենը կես լիտր ջուր։ Հիմա սխտոր ավելացնենք։ Ավելացրեցի կես լիտր ջուր։ Շատ ջուր խորհուրդ չեմ տալիս։ Կարող եք սրբիչով ծածկել, երեսը ծածկել ու թողնել, որպեսզի մարմանդ կրակի եփվի։ Ու ընթացքում անպայման կնայեք, որովհետև բասմատի բրինձը ընդամենը 15 րոպե, նույնիսկ դա շատ է, բայց քանի որ միս կա, ես դրա համար եմ ասում, պետք է եփվի։ Կարող եք մի քիչ ավելի շատ ջուր ավելացնել, բայց առանց սրբիչի երեսը ծածկել ու վերջ։ Բայց ես կփորձեմ առանց սրբիչի, որովհետև զաֆրանով է, չեմ ուզում սրբիչը լավ դեղին գույն է լինում, իր գոլորշին է, նույնիսկ դեղնացնում է, այնպես որ շատ զգուշ կլինեք։ Հիմա երեսը ծածկելու ենք մոտավորապես 10-ից 15 րոպե հետո արդեն կստուգենք, տեսնենք ինչպիսի տեսք ունի։ Աղը մոռացանք, հիմա աղել կանենք ու ընթացքը արդեն ձեզ կասեմ։ Ու ամենակարևորը կրակը պետք է լինի մարմանդ։ Շատ կարևոր է, ամենացածր կրակին ենք եփելու։ Աղն էլ ես ճաշակի, զգուշ եղեք աղի չպատրաստեք։ Տեսեք սխտորը, երկու պճեղ այսպես սխտոր եմ դրել, թողնում եք, որովհետև եթե կտրեք սխտորը, խորհուրդ չեմ տալիս, տհաճ հոտ է գալու, մեզ պետք է ուղղակի այդ նուրբ համեղ իր բուրմունքը տարածվի ու վերջ։ Հիմա երեսը ծածկում ենք, շատ մարմանդ կրակին, մոռացա նաև սև պղպեղը։ Մի փոքրիկ շատ քիչ սև պղպեղ ենք ավելացնելու։ Աննշան, որովհետև շատը համեղ չի լինի։ Երեսը ծածկելու ենք ու մոռանում ենք 10-15 րոպե։ Տեսեք ինչ հրաշք է։ Արդեն պատրաստ է, կարելի է գազը անջատել։ Հիմա տեսեք, ջուր չկա, իսկ բրինձը հատիկ, սիրուն, տեսեք որքան գեղեցիկ է, գույնը հրաշք, այ հիմա երբ որ պատրաստ է լինում, երեսը ծածկում ենք, 5 րոպե պահում ենք, հետո նոր արդեն մատուցում ենք։ Որ իմանաք ինչ բուրմունք ունի այս բրինձը, հրաշք է, շատ լավ է բուրում, ուղղակի հրաշք է, անպայման դուք եք պատրաստեք, սիրելիներ։ Հիմա ես կփորձեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, դուք եք պատրաստեք, անուշարեք, այլ կտեսնեք, որ ես բաղադրատոմսով պատրաստեք, հրաշք է լինելու նաև ձեր տան խոհանոցի բուրմունքը։ Սիրելիներ, հիմա կփորձեմ, համը կասեմ ինչպիսին է։ Իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, ինչպես միշտ սիրով, հատուկ ձեր համար, համեղ ու բովանդակալից, քիչ բաղադրիչներով, բաղադրատոմսերով, հատուկ ձեր համար։ Հաջողություն։
Ոյ ինչ համեղ է, դիրեմ։